Դե ինչ, ողջույն հարգելի բարեկամներ, բարի գալուստ update լրատվական, ես Ռաֆայել Մնացականյանն եմ և առաջարկում եմ միասին թարմացնել օրվա լրահոսը։ Այսօր քննարկումը սկսում ենք առցանց on-line բանավեճից, այս հեռահար բանավոր ճակատամարտում կարծես մասնակցում էին բոլորը նախկիններից ներկաններ, ավանդականներից մինչև այլընտրանքներ։ Այս հերթական, տխուր և ոչ մեկին պատիվ չբերող իրականությունը ծավալվում էր Գյումրի քաղաքի ընտրություններին ընդառաջ։ Facebook-յան գրառումները, տարբեր հարթակներում գրառումներն ու ուղերձները անում էին անգամ այնպիսի քաղաքական գործիչներ, որոնք երբևէ գրառմամբ հանդես չէին եկել։ Դրանք որոշակի հատվածներով կներկայացնենք ձեր ուշադրությանը, բայց սկսենք մեր քննարկումը վարչապետ Նիկոլ Փաշինյանի Facebook-յան գրառումից, իր էջում վարչապետը գրում է, մեջբերում է. Երկու կիսամաշ դեմքեր իրենց շրջապատներով վիճում են, թե ով է ինձ, նկատի ունենք Փաշինյանին, իշխանության բերել, միմյանցից պահանջելով ասել ճշմարտությունը։ Դուք ասեք ձեզ ով է ժամանակին իշխանության բերել, Հայաստանի Հանրապետության ժողովրդի ձայնը երբեք չստացած այ ընտրակեղծարար ուզուրպատորներ, հավելում է վարչապետը, ամենայն հավանականությամբ նկատի ունենալով այսպես հավաքական նախկիններին։ Ես ընդամենը ժողովրդի իշխանության տեղապահն եմ և ժողովուրդը ինձ ուրիշով կփոխարինի և ցանկանա։ Ինձ իշխանության ոչ ոք չի բերել 2018 թվականի ժողովրդական ոչ բռնի թավշյա հեղափոխությունը իշխանության է բերել ժողովրդին։ Ես ընդամենը ժողովրդի իշխանության տեղապահն եմ և ժողովուրդը ինձ ուրիշով կփոխարինի և ցանկանա, ամփոփում է վարչապետը։ Իդեպ ակնհայտ է, որ ինչքան որ մոտենում է Գյումրիում ընտրության օրը, այդքան ավելի խտանում են գույները, ու արդեն պարզ է դառնում, որ բավականին համառ պայքար է ընթանալու Գյումրիում և ինչ-որտեղ հայրաքաղաքը գուցե և կանխատեսելու է 2026 թվականի կայանալիք ընտրությունը։ Վարչապետ Փաշինյանը իր բոցավառ ելույթով Գյումրիում հանդես եկավ և կարծես թե այս բանավոր ճակատամարտի մեկնարկը տվեց։ Ես ուզում եմ, որ մենք հասկանանք ինչու՞մ է այս ընտրությունների քաղաքական ենթատեքստը։ Եվ ես ուզում եմ, որ այն մարդիկ, ովքեր մեզ քննադատում էին բավարար չափով արագ չգործելու համար, գնան ընտրական տեղամասներ և ապացուցեն, որ անկեղծ էին քննադատում։ Որովհետև այդ անկեղծ քննադատությունը կնշանակի ընդունել, որ հատիկ առ հատիկի տրամաբանությունը գործում է, թափանիվը արագացել է, դրա համար էլ ոմանք հազար ներողություն այս բառիս համար առնետների նման պատվալներից դուրս են եկել, փողոցներում քայլում են, քաղաքական արշավ են իրականացնում հանուն թալանի, հանուն կոռուպցիայի, հանուն գողացածը ժողովրդին չվերադարձնելու և մենք նրանց պետք է հետ ուղարկենք իրենց առնետային պատվալները, որտեղ իրենք սպասեն և սպասեն Հայաստանի ժողովրդի արդարությանն ու արդարադատությանը։ Իդեպ ենթադրում եմ, որ Փաշինյանի հենց այս ելույթը շարժառիթ հանդիսացավ, որ խոսի անգամ Գյումրիի նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանը, ով հիշեցնենք հրաժարական էր տվել, իր ծավալուն ուղերձում, որ հրապարակված է համացանցում, մի քանի ուշագրավ դրվագներ են առանձնացված, մենք հիմա կներկայացնենք ձեր ուշադրությանը, մեջբերեմ իր խոսքը։ Վարչապետի պաշտոնը զբաղեցնող հայտնի անձը Գյումրիում անցկացվող իրենց նախընտրական միջոցառման ժամանակ անդրադարձել է ինձ, հայտարարելով Սևբերդ ամրոցի ապօրինի սեփականաշնորհման մասին։ Այս ամենի մեջ ամենազավեշտալին այն է, որ նա նույնիսկ տեղյակ չէ, որ շինծու քրեական գործը վերաբերում է ոչ թե Սևբերդ ամրոցին, այլ դրան հարակից հողերին։ Իդեպ ես հիշեցնեմ, որ փետրվար ամսին նախմկահարույց վերնագրեր էին հայտնվել, որ Գյումրիի նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանի նկատմամբ հետախուզում է հայտարարվել, նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանքը, ըստ քննչական կոմիտեի 70-ամյա նախկին պաշտոնյան մեղադրվում է փողերի լվացման ու պաշտոնական լիազորությունները չարաշահելու մեջ։ Մեղադրանքը առնչվում է Գյումրիի պատմական Սևբերդ ամրոցի հարակից հողամասերի օտարմանը, որի շրջանակներում տնային կալանքի տակ է նախկին քաղաքապետի որդին, գործարար Խաչատուր Բալասանյանը։ Նա
ըստ իրավապահների կիրառված կոռուպցիոն մեխանիզմների շնորհիվ դարձել է հոր օտարած հողատարածքների վերջին գնորդը։ Իսկ ինչ վերաբերում է պարոն Սամվել Բալասանյանին նկատմամբ հետախուզում հայտարարելուն, ապա ըստ իրենց պաշտպանյալների նա այս պահին արտերկրում է բուժում ստանալու նպատակով, երբ առողջական վիճակը թույլ տա, նա վերադառնալու է եւ ներկայանալու է նախաքննական մարմին։ Բալասանյանը ըստ իրավապաշտպանների թաքնվելու որևէ պատճառ չունի։ Սամվել Բալասանյանը անցած տարեվերջից Միացյալ Նահանգներում է բնակվում, որդին ձերբակալվել էր հոր մոտ մեկնելու ճանապարհին Զվարթնոց միջազգային օդանավակայանում։ Հենց այս քրեական գործից հետո Գյումրիի իշխող Բալասանյան դաշինքը իր ողջ կազմով հրաժարական տվեց։ Եվ վերադառնալով Բալասանյանի գրառմանը, բոլոր գյումրեցիները գիտեն, թե ինչ վիճակում է գտնվել Սևբերդ ամրոցը մասնավոր անձից իմ գնելուց առաջ, նորից եմ կրկնում, մասնավոր անձից, եւ ինչ է դարձել հիմա մշակութային, մարզական, պետական, որոնց մասնակցել ես ինքդ, նկատի ունի ամենայն հավանականությամբ վարչապետ Փաշինյանին, ինչ մակարդակի միջոցառումներ են տեղի ունենում Սևբերդում, բացառապես անվճար, մինչ օրս քաղաքի տուրիստական զարդն է նորից անվճար։ Ձեր խղճուկ խմբակը Գյումրիի զբոսաշրջային զարգացման համար չի արել 10%-ն այն ամենի, ինչ արել է Սևբերդ ամրոցը, մեր քաղաք 100 հազարավոր այցելուներ բերելով ու դառնալով թիվ 1 այցեքարտը, նշում է Բալասանյանը։ Հիմա, ընկերներ, այս ամենի ֆոնին Փաշինյանը հեղափոխական իրեն բնորոշ ձևաչափով կրկին Գյումրիում հայտարարում է։ Շատերն են ընդդիմադիրներից հիշեցնում իմ խոսքերը 2018-19 թվականներին, երբ որ ես ասել եմ կոպեկ առ կոպեկ վերադարձնելու ենք, հատիկ առ հատիկ վերադարձնելու ենք։ Եվ ես իմ Facebook-յան էջում արդեն մի շարք եմ սկսել, որը հույս ունեմ եւ համոզված եմ, որ առաջիկա տարիներին չի ավարտվելու այդ շարքը։ Չի ավարտվելու այդ շարքը եւ մենք պետք է ժողովրդին զեկուցենք, թե ինչ ենք վերադարձրել։ Եվ ուզում եմ նաեւ ընդգծել, այս վերջերս ես իմ էջում դրել էի 2010 թվականի արտադրության ապօրինի ձեռք բերված որպես ապօրինի գույք Range Rover-ի վերադարձ եւ էլի ընդդիմադիրները սրանով էլի ժողովրդին խափում են ոչ, դա հենց նրա ապացույցն է, որ հատիկ առ հատիկը բարիս բուն իմաստով հատիկ առ հատիկ է։ Եթե տենց դուր չի գալիս, ուրեմն Range Rover առ Range Rover ենք վերադարձնելու, բրաբուս առ բրաբուս, Ящик առ ящик։ Վարչապետ Փաշինյանի մամլոք-քարտուղար Նազելի Բաղդասարյանը անգամ հանդես է գալիս Facebook-յան գրառմամբ, մխրճվելով այս բանավեճի մեջ, վարչապետի հայտարարությունը դարձավ շատերի ինքնախոստովանության եւ ինքնալուստրացիայի պատճառ։ Ժողովրդի հաշվին հարստացածների հիստերիան վկայում է այն մասին, որ Հայաստանում ներդրված իրավական համակարգերը ճշգրիտ կերպով աշխատում են եւ օրինական ճանապարհով ամեն բան հատիկ առ հատիկ վերադարձվելու է, ամփոփել է Բաղդասարյանը։ Ընկերներ, սա կարծես բավական չէր, բարձր մակարդակով քննարկվել է անգամ, ավելի ճիշտ պարզաբանվել է անգամ ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի կոշիկների ընտրության հարցը եւ ծագումնաբանությունը։ Բանը ասավ նրան, որ ազգային ժողովի նախագահը անձամբ հրապարակեց իր պահարանի հագած կոշիկները։ Դուք հասկանում եք, մենք ինչ շրիշակայի ճակերտավոր ռեալ պոլիտիկի մեջ են գտնվում։ Երեկվանից տարբեր կայքերում ակտիվորեն քննարկվում է Գյումրիում Հայաստանի Հանրապետության վարչապետի եւ ՔՊ կուսակիցների հետ գալա միջոցառմանը մասնակցած ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի կոշիկների արժեքը։ Տարբեր հրապարակումներում նշվում է, թե Սիմոնյանը կրում է $1100 արժողությամբ կոշիկներ, զուգահեռ քննարկվում է անգամ մեկ այլ սպորտային կոշիկների արժեք, նշվում է 1600 եվրոն։ Ամեն դեպքում քննադատությունների արձագանքի այս կիզակետում հայտնվում է ինքը Սիմոնյանը եւ կրկին հանդես գալիս Facebook-յան գրառմամբ։
մեջբերում եմ։ Երկիրը 30 տարի բոլոր տեղերից թալանած մարդկանցից փող ստացողները որոշել են երկրից թալանածը ման գալ իմ կոշիկների մեջ։ Ես ոչ $1100, ոչ 1600 եվրոյանոց կոշիկներ չունեմ։ Իհարկե զավեշտ է, որ գրեթե բոլորը բացում են իրենց ձեռքի $1400 iPhone-ները եւ քննարկում են ազգային ժողովի նախագահի իբր $1100 կոշիկը, բայց հիասթափեցնեմ, իմ կոշիկները գնում եմ հիմնականում դրսի աուտլետներից եւ Երևանի խանութներից, ուր ձեր նկարում տեղադրված կոշիկները կարող եք գնել Երևանի կենտրոնում գտնվող ամեն երկրորդ խանութում։ Սա է մեր իրականությունը եւ քանզի խոսեցինք փողերից ու գողություններից, օրեր առաջ խոշոր չափի գողության դեպք է տեղի ունեցել Հայաստանի ատոմային էլեկտրակայանում, Հայաստանի ատոմային էլեկտրակայանի վարչական տարածքի պահեստներից մեկից գողացել են պղնձից, նիկելից եւ երկաթից պատրաստված մի շարք խողովակներ։ Ատոմակայանին պատճառվել է խոշոր չափի նյութական վնաս։ Դեպքի փաստով ոստիկանության Արմավիրի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիր մարզային քննչական վարչություն, որտեղ դեպքի փաստով պետական ունեցվածքի գողություն հականիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Եվս մեկ լուր կրկին պաշտոնական լրահոսից վարչապետ Նիկոլ Փաշինյանը ընդունել է բարձր տեխնոլոգիաների ոլորտում գործունեություն ծավալող հեղինակավոր Emerson NI ընկերության նախագահ Ռիտու Վաֆրեին։ Վարչապետը ողջունել է տիկին Վաֆրեի այցը եւ կարեւորել Emerson NI ընկերության գործունեությունը մեր երկրում։ Փաշինյանը ընդգծել է, որ բարձր տեխնոլոգիաների ոլորտի շարունակական զարգացումը Հայաստանի Հանրապետության կառավարության առաջնահերթություններից մեկն է եւ այդ առումով գործադիրը շահագրգիռ է Emerson AI ընկերության կողմից նոր ներդրումային ծրագրեր իրականացնել։ Զրուցակիցները քննարկել են Հայաստանում ներդրումային միջավայրի բարելավմանը, բարձր տեխնոլոգիաների ոլորտի զարգացմանը, համատեղ նախագծերի իրականացման հնարավորություններին, ինչպես նաև երկկողմ համագործակցության նոր հեռանկարներին վերաբերող հարցեր։ Նշվել է, որ Emerson NI ընկերությունը բարձրորակ կադրերի պատրաստման գործում սերտորեն համագործակցում է Երևանի պետական համալսարանի եւ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի հետ։ Ռիտու Վաֆրեին շեշտել է հայ երիտասարդների մեծ ներուժը եւ նշել, որ Emerson AI-ը շարունակելու է ակտիվ գործունեությունը Հայաստանի Հանրապետությունում։ Այս առումով նա կարևորել է Հայաստանի Հանրապետության կառավարության հետ սերտ փոխգործակցությունը։ Գնանք առաջ, մեր երկրի ապագան համահունչ է եվրոպական արժեքներին եւ ստանդարտներին։ Սրբուհի Գալյանն է Չեխիայի դեսպանին ընդունել, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը ընդունել է Հայաստանում Չեխիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Պետր Պիրունչիկին։ Նախարարը նշել է, որ մեր երկրի ապագան համահունչ է եվրոպական արժեքներին եւ ստանդարտներին եւ բարեփոխումները հենց այդ ուղղությամբ են իրականացվում։ Հայաստան-Եվրոմիություն համագործակցությունը նոր շրջափուլ է մտել, որտեղ արդարադատության նախարարությունը եւս ունի իր դերակատարումը։ Դեսպանի խնդրանքով նախարարը ներկայացրել է արդարադատության նախարարության առաջնահերթությունները, անդրադառնալով դատաիրավական բարեփոխումներին, դատարանների ծանրաբեռնվածությանը եւ գործերի մակագրման համակարգին։ Բարձրագույն դատական խորհրդի նախագահը ու Իրանի դեսպանը քննարկել են երկու երկրներում պահվող ազատազրկված անձանց հետ կապված խնդիրներին։ Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Արթուր Աթաբեկյանը ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Մեհեթ Սոբանիին։ ԲԴԽ նախագահը կարևորել է երկկողմ ներդրվող ջանքերը բազմադարյա հայ-իրանական բարեկամության հարաբերությունները ամրապնդելու գործում, ընդգծել է պատասխանատվությունը արդարադատության բնագավառում համագործակցության ուղղությամբ։ Քննարկման առարկաներ են դարձել մի շարք իրավական խնդիրները, որոնց լավարկումը նպաստելու է երկու երկրների անազատության մեջ պահվող օտարերկրյա քաղաքացիների իրավունքների պաշտպանությանը։ Իսկ ահա Բաքուն առաջարկում է անհայտ կորածների հարցով Հայաստանի եւ Ադրբեջանի միջև ԴՆԹ համեմատության անկախ մեխանիզմ ներդնել։ Այս մասին նշված է Ադրբեջանի անհայտ կորածների հարցերով միջազգային համաժողովի զեկույցում։ Նշված է, որ եւ Հայաստանում եւ Ադրբեջանում կան առաջին եւ երկրորդ պատերազմների ժամանակ անհայտ կորածներ, իսկ ռազմական գործողությունների տարածքում հայտնաբերված մասունքները կարող են պատկանել երկու կողմերին էլ։ Բաքուն շեշտում է, որ այս մեխանիզմի ներդրումը նույնականացնում
իրականացումը հաստատելու արդյունավետ միջոցներից մեկը կարող է դառնալ։ Այս մեխանիզմը բացի երկու ժողովուրդների ընտանիքների համար իրենց հարցերին պատասխաններ ստանալու հնարավորությունից, նաև կնպաստի համագործակցությանն ու հաշտեցմանը։ Դա հնարավորություն կտա ցուցադրել հավաքական հավատարմությունը անհայտ կորած անձանց որոնման խնդրի լուծմանը, ինչը դուրս է ազգային սահմաններից նշված է զեկույցում։ Եվ շատ չհեռանալով թեմայից, ինչպես գիտեք, տևական ժամանակ է Բաքվի բանտում հացադուլ է իրականացնում Ռուբեն Վարդանյանը եւ նա իր ընտանիքի միջոցով աուդիո ուղերձ էր հղել հանրությանը, որով ներկայացնում էր հացադուլի պատճառները։ Հիմա մարդու իրավունքների ոտնահարման առումով իրավիճակը կարող է ավելի սրվել, այս մասին կարծիք են հայտնում հայ իրավապաշտպանները, քանի որ Բաքուն փակում է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի գրասենյակը։ Ինչ պետք է մենք անենք այս իրավիճակում, փորձել են հասկանալ Ամերիկայի ձայնի մեր գործընկերները։ Հայաստանը շատ ժամանակ է կորցրել հայ ռազմագերիների հարցը միջազգային ատյաններում եւ միջազգային հանրության առջեւ ճիշտ ձևով ներկայացնելու համար, ասում է իրավապաշտպան Նինա Կարապետյանցը։ Հիմա ցավալիորեն մենք գտնվում ենք մի իրավիճակում, որտեղ յուրաքանչյուր գործընկեր երկիր, համախոհ երկիր կամ ժողովրդավար երկիր իրենք արդեն այնքան խառնակ վիճակում են, որ ի վիճակի չեն այլ խնդիրների արձագանքելու։ Հայ իրավապաշտպանները ծայրահեղ վտանգավոր են գնահատում Ադրբեջանում սկսված Կարմիր խաչի միջազգային կոմիտեի գրասենյակի փակման գործընթացը։ Սրան զուգահեռաբար Ադրբեջանն օգտագործում է ամբողջ գործիքակազմի եւ հնարավորությունները, որոնք ունի ձեռքի տակ, ներառյալ օրինակ Կարմիր խաչի գրասենյակի փակելը, որը որ մի նպատակ ունի, ուղղակի միջև վերջ իզոլացիայի մեջ պահել հայ գերիներին, ազգությամբ հայերին եւ մի տեսակ այդ ստորացված, նսեմացված վիճակում պահել ամբողջ հայ համայնքը, հայությունը։ Բաքվում արդարադատություն ակնկալելը դժվար է, այն էլ հայերի համար եւ այն էլ գերի հայերի համար դա ընդհանրապես անհնարին է, նշում է Նինա Կարապետյանցը։ Հետևաբար այս բոլոր գործիքակազմերը, որ մենք փորձել ենք դիտորդների, տարբեր կառույցների, կազմակերպությունների խնդրել, որպեսզի գնան մասնակցեն, բոլորը մերժել է Ադրբեջանը։ Ադրբեջանը այսօր օգտագործում է այդ ամբողջ գործիքակազմը։ Ինչ կարող է լինի հիմա, ինչ կարելի է անել հիմա։ Ես տարբերակ որպես առաջարկում եմ, օրինակ Բաքվում գտնվում են տարբեր երկրների դեսպանատներ։ Իրենք կարող են իրենց, չեմ ասում դեսպանների մակարդակով, բայց գոնե տարբեր ռանգի իրանց ներկայացուցիչների ներկայությունը ապահովել դատավարությունների ժամանակ։ Սա մի գործիքն է։ Մյուս գործիքը խստորեն դատապարտել եւ ոչ թե դատապարտել զուտ բանավոր, այլ կոնկրետ գործողություններով, երբ Ադրբեջանը հրաժարվում է տարբեր միսիաներից, անպայման կասեն, որ օրինակ դա պետության ներսի իրավունքն է, հա, ունենալ Կարմիր խաչի գրասենյակ, թե չունենալ կամ ԵԽ-ի գրասենյակ ունենալ, թե չունենալը, այո, դա իրանց իրավունքն է, բայց եթե ինքը ալտերնատիվա չի տալիս օրինակ հայ գերիների հետ կապված, ինքը օրինակ պարտավորեցնել պահպանել գրասենյակը Կարմիր խաչի։ Ու ելի տարբեր գործիքներ կան, որոնք կարելի է փորձել հիմա աշխատացնել, բայց դա պիտի արվի պետական մակարդակով։ Իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը նշում է, որ ռազմագերիների հայրենադարձման գործընթացում շատ կարևոր են միջազգային կառույցների եւ հեղինակավոր երկրների միջնորդությունը։ Նախկինում հենց այդպես է եղել։ Բանակցությունների եւ քաղաքական ազդեցությունների ճանապարհով, այլ ինչպես գիտեք, շատ երկրներ միջնորդական դերակատարում են ունեցել եւ իրենց հեղինակության ուժով կարողացել են ազատ արձակել որոշակի թվով ռազմագերիների, օրինակ 2022 թվականին Հայաստանի սուվերեն տարածքի նկատմամբ հարձակումից հետո ամերիկյան կողմը կարողացավ հաջողությամբ երկշաբաթի ժամկետում, ինչը իրապես շատ սեղմ ժամկետ էր, մի քանի տասնյակ հայ ռազմագերիներ հայրենադարձնել։ Ընդհանուր առմամբ անցած տարիների ընթացքում Ադրբեջանից հայրենադարձվել է 210 գերի։ Վերջին փոխանակումը 2023 թվականի տարեվերջին է տեղի ունեցել։ Բաքվից հայրենադարձվեցին 32 հայ ռազմագերիներ։ Այժմ պաշտոնապես հայտարարված է, որ ադրբեջանական բանտերում պահվում է 23 հայ։ Այս թիվն իհարկե իրավապաշտպանները վիճարկում են, կան նաև անհետ կորած մարդիկ, որոնց գերեվարված չլինելը դեռևս որևէ կերպ ապացուցված չէ։ Բաքվի բանտում 16 օր հացադուլի մեջ գտնվող Ռուբեն Վարդանյանն իր ընտանիքի միջոցով աուդիո ուղերձ է հղել։ Նա խնդրել է ձայնագրել հեռախոսազրույցը եւ հրապարակել այն։ Հարգելի հայրենակիցներ, ես այսօր մարտի 5-ն է։ Ես ուզում եմ ձեզ երկու խոսք ասեմ որպես Ռուբեն Վարդանյան Ռուբենը, այնպես որ ես կամ здоровый, все нормально, я
Նա նշել է, որ եւս մեկ անգամ ընդգծում է, որ իր այդ որոշումը ոչ մի կերպ պայմանավորված չէ իր իրավիճակով կամ մեկուսարանում իր պայմաններով, ինչպես անցած անգամ, երբ 20 օր շարունակ մինչև ապրիլի 24-ը գիշերը 12-ը հացադուլի մեջ է եղել։ Մեջբերում եմ, սա բողոք է ընդդեմ գործընթացի, ընդդեմ նրա, թե ինչպես է իրականացվում այս դատական պրոցեսը։ Ես գիտակցել եմ, ինչի եմ գնում, պատրաստ եմ եղել եւ պատրաստ եմ ավելի վատ պայմանների։ Ես զոհ չեմ, ինձ խղճալ պետք չէ, քանի որ սա գիտակցված որոշում է։ Я знал, на что это шоу, и был готов к более худшим условиям. Я не жертва, и меня не надо жалеть, потому что это осознанное решение было. Հայ ռազմագերիների վերաբերյալ հայտարարություններով հանդես են եկել եվրոպական կառույցներից մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ։ Հայտարարությամբ է հանդես եկել նաև Amnesty International կազմակերպությունը։ Ավելի վաղ անդրադարձել է Ռուբեն Վարդանյանի դատավարությանը եւ շեշտել, որ Ադրբեջանի իշխանությունները պետք է ուսումնասիրեն հայտարարությունները իր նկատմամբ կիրառված ճնշումների մասին։ Դե ինչ այս պահին հերթը միջազգային լրահոսինն է, որը կներկայացնենք տեսաշարով։ Կենտրոնական բանկի նախկին ղեկավար Մարկ Քարնին հաղթանակ է տարել Կանադայի լիբերալ կուսակցության նոր առաջնորդի պաշտոնի համար ընտրություններում եւ դառնալու է երկրի հաջորդ վարչապետը։ Քարնին հավաքել է ձայների ավելի քան 85%-ը։ Ֆինանսների նախկին նախարար եւ խորհրդարանի պատգամավոր Քրիստիա Ֆրիլանդը երկրորդ տեղն է զբաղեցրել, հավաքելով ձայների 8%-ը։ Ներկայացուցիչների պալատի նախկին ղեկավար եւ խորհրդարանի պատգամավոր Կարինա Գուլդը ձայների 3.2%-ով զբաղեցրել է երրորդ հորիզոնականը, իսկ Մոնրեալից ձեռնարկատեր եւ խորհրդարանի նախկին պատգամավոր Ֆրենկ Բեյլիսը 4-րդ տեղում է։ Քարնին երբեք ընտրովի պաշտոն չի զբաղեցրել եւ ներկայում խորհրդարանի անդամ չէ։ Կանադայի վարչապետ Ջասթին Տրյուդոն հունվարի սկզբին հայտարարել էր, որ կհեռանա Կանադայի լիբերալ կուսակցության առաջնորդի պաշտոնից եւ կլքի վարչապետի պաշտոնը հենց կուսակցությունը իրեն փոխարինող գտնի։ Ռումինիայի կենտրոնական ընտրական բյուրոն ծայրահեղ աջ քաղաքական գործիչ Կալին Ջորջեսկուին արգելել է մասնակցել մայիսին նախատեսված նախագահական ընտրություններին։ Այս որոշումը Ջորջեսկուի աջակիցների եւ ոստիկանության միջև բախումների պատճառ է դարձել։ 2024 թվականի նոյեմբերին կայացած նախագահական ընտրությունների առաջին փուլում Ջորջեսկուն հաղթանակ էր տարել, սակայն ընտրությունների արդյունքները չեղարկվել էին, քանի որ հետախուզությունը պարզել էր, որ Ռուսաստանը նրան աջակցող 800 օգտահաշիվ է գործարկել TikTok սոցիալական հարթակում։ Կենտրոնական ընտրական բյուրոն մերժել է Ջորջեսկուի թեկնածությունը, նշելով, որ նա չի համապատասխանում օրինականության պայմաններին, քանի որ խախտել է ժողովրդավարությունը պաշտպանելու պարտավորությունը։ Մայրաքաղաք Բուխարեստում Ջորջեսկուի հազարավոր աջակիցներ բողոքի ակցիայի են դուրս եկել կենտրոնական ընտրական բյուրոյի առջև։ Ցուցարարների եւ իրավապահների միջև բախումներ են տեղի ունեցել։ Ոստիկանությունը արդյունքաբեր գազ է կիրառել։ Նոր ընտրությունները նախատեսվում են մայիսի 4-ին, իսկ երկրորդ փուլը դրանից 2 շաբաթ անց մայիսի 18-ին։ Սիրիայի նախագահ Ահմեդ Աշ-Շարան հայտարարել է, որ որևէ կողմի թույլ չի տա խախտել իր երկրի ազգային միասնությունը կամ խաթարել քաղաքացիական խաղաղությունը։ Նա խոստացել է պատասխանատվության ենթարկել բոլորին, ովքեր թաթախված են խաղաղ քաղաքացիների արյան մեջ։ Սիրիայի անցումային կառավարության պաշտպանության նախարարությունը ընդհանուր անվտանգության ուժերի հետ համատեղ մարտի 6-ին լայնածավալ ռազմական արշավ է սկսել զինված խմբավորումների դեմ, որոնք ըստ նրանց կապված են սիրիական նախկին իշխանությունների հետ։ Մարդու իրավունքների սիրիական դիտորդական կենտրոնը հայտնել է, որ մարտի 6-ից ի վեր զոհվել է 1311 մարդ, այդ թվում անվտանգության ուժերի եւ պաշտպանության նախարարության 231 անդամ, նախկին նախագահ Բաշար Ալ-Ասադի 250 կողմնակից եւ 830 խաղաղ բնակիչ։ Ռուսաստանը եւ Միացյալ Նահանգները ՄԱԿ-ի անվտանգության խորհրդից շտաբ խորհրդակցություններ են պահանջել Սիրիայում իրավիճակի վերաբերյալ։ Այս մասին ասել է համաշխարհային կազմակերպությունում Ռուսաստանի առաքելության մշտական ներկայացուցիչի առաջին տեղակալ Դմիտրի Պոլյանսկին։ Դիվանագետն ակնկալում է, որ Դանիայի խորհրդի նախագահությունը խորհրդակցությունները կնշանակի մարտի 10-ին։ Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ Թեհրանը ճնշման ներքո ԱՄՆ-ի հետ բանակցություններ չի վարի միջուկային ծրագրի շուրջ։ Այս մասին նա գրել է X սոցիալական հարթակում։ Նա հավելել է, որ Իրանը ներկայում բանակցություններ է վարում եվրոպական եռյակի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, ինչպես նաև Ռուսաստանի եւ Չինաստանի հետ։ Նպատակն այն է, որպեսզի ուսումնասիրենք մեր միջուկային էներգիայի ծրագրի նկատմամբ վստահության ամրապնդման եւ թափանցիկության ձևավորման ուղիները, անօրինական
պատժամիջոցների չեղարկման դիմաց, նշել է Աբբաս Արաղչին։ Մարտի 7-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել էր, որ նամակ է հղել Իրանի գերագույն առաջնորդ Այաթոլլահ Ալի Խամենեիին Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների առաջարկությամբ։ Ավելի ուշ Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային հայտարարել է, որ Իրանը նամակ չի ստացել ԱՄՆ-ից Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների առաջարկությամբ։ Արգենտինայի իշխանությունները հայտնել են, որ Բայա Բլանկա նավահանգստային քաղաքում տեղի ունեցած ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 16-ի, 2 հոգի անհետ կորած է։ Արգենտինայում երրորդյա ազգային սուգ է հայտարարվել։ Քաղաքում, որը գտնվում է Բուենոս Այրես նահանգի հարավում եւ երկրի ամենամեծ նավահանգիստներից մեկն է, մարտի 7-ին մի քանի ժամվա ընթացքում 1 տարվա տեղումներ են գրանցվել։ Բազմաթիվ թաղամասեր եւ ճանապարհներ արագորեն հեղեղվել են։ Քաղաքապետ Ֆեդերիկո Սուսպիելեսը մամուլի ասուլիսում նշել է, որ ջրհեղեղը $400 միլիոն վնաս է հասցրել ենթակառուցվածքներին։ Ավելի ուշ X-ում հրապարակված գրառման մեջ նա տեղեկացրել է, որ կա 16 հաստատված զոհ, բայց հավանական է, որ ցուցանիշը ավելի մեծ կլինի, քանի որ որոնողական աշխատանքները շարունակվում են։ Կառավարությունը նախաձեռնել է $9.2 միլիոն օգնություն շտաբ վերականգնման աշխատանքների համար։ Համբուրգի օդանավակայանի աշխատակիցների առանց նախազգուշացման անցկացված գործադուլը հանգեցրել է գրեթե 300 չվերթի չեղարկման, որոնք պետք է փոխադրեին ավելի քան 40,000 ուղևորի։ Գործադուլի մասին հայտնի է դարձել դրա սկսվելուց ընդամենը կես ժամ առաջ, մինչդեռ արհմիությունները սովորաբար մի քանի օր առաջ են նախազգուշացնում նման ակցիաների մասին։ Արդյունքում պլանավորած ավելի քան 280 թռիչքից իրականացվել է միայն 10-ը։ Արհմիությունը պահանջում է ամսական աշխատավարձի 8%-ով կամ առնվազն 350 եվրոյով բարձրացում, ինչպես նաև պահանջում է բարձրացնել ծանր աշխատանքի համար հավելավճարները եւ տրամադրել լրացուցիչ հանգստյան օրեր։ «2025 թվականի Դուքենդո ոճի Երևանի գավաթի բաց առաջնությունը տեղի է ունեցել 3, որտեղ աննախադեպ մեծ թվով մասնակիցներ են եղել։ Միջոցառմանը մասնակցել է նաև մեր թղթակիցը, որը հետևել է ընթացքին։ Երեկ Միկա մարզադաշտում տեղի ունեցավ 2025 թվականի Դուքենդո ոճի Երևանի գավաթի բաց առաջնությունը։ Դուքենդո Full Contact կարատեն առաջացել է կարատեի արևելյան դպրոցներից։ Այն հիմնադրվել է 2006 թվականին ԱՄՆ-ում եւ համարվում է ամերիկյան մարտարվեստ։ Հայաստանում սպորտի այս տեսակը բավականին սիրված է, ինչի մասին վկայում է առաջնությանը մասնակցության հայտ ներկայացրած մարզիկների աննախադեպ մեծ թիվը։ Այս տարի մասնակիցների թիվն անցել է 900-ը։ Ողջունում եմ Հայաստանի Դուքենդո ֆեդերացիային այսօրվա Երևանի գավաթի միջոցառումը կազմակերպման համար։ Բավականին մեծ քանակությամբ երեխաներ են մասնակցում, մոտավորապես 950-ից ավել։ Դա բավական մեծ աշխատանք է, կազմակերպչական։ Շնորհավորում եմ եւ ցանկանում եմ արդար պայքար, հաղթի ուժեղագույնը։ Առաջնությանը մարզիկները մասնակցում էին 2 ոճով՝ կատաձևի մեջ ցուցադրական ելույթներով եւ մենամարտային point մրցաձևով։ Այսօրվա մրցումները Երևանի գավաթի բաց առաջնությունն է, որտեղ մրցում են մոտ 900 եւ ավել մարզիկներ։ Ավելորդ չի նշեմ, որ 2 մրցաձևով են մարզիկները մասնակցել, կատա մրցաձևով, իսկ այժմ արդեն տեղի է ունենում նաեւ point մրցաձևի ոճը։ Մարզիկները բավականին լավ պատրաստված են, փորձում են իրենց հմտությունները ցուցադրել։ Մենք էլ որպես մրցավարներ, ես որպես գլխավոր մրցավար ամեն ինչ անում ենք, որպեսզի հաղթի միայն ուժեղագույնը եւ առավելություն ստանա լավագույնը։ Հայաստանի Դուքենդո ֆեդերացիայի նախագահը իր խոսքում նշեց միջոցառման կարևորության մասին եւ թե ինչ նպատակ ունի նմանօրինակ մրցաշարերի անցկացումը։ Մեր նպատակն է որպեսզի բացի լավագույն մարզիկները ընտրելու ու որոնք ստանալու են ուղեգրել Հայաստանի առաջնությանը մասնակցելու, մեր նպատակն է նաև այս երեխաների միությունը, իրար հանդեպ հարգանքը, իրենց ընկերասիրությունը, որին որ շատ մեծ տեղ է տալիս ֆեդերացիան ու շատ մեծ ուշադրություն են դարձնում դրա վրա։ Դուքենդո ոճի Երևանի գավաթի բաց առաջնությանը մրցանակային տեղեր գրաված մարզիկները ուղեգիր կստանան մասնակցելու Հայաստանի առաջնությանը։
Եվ վերջում եղանակի մասին մարտի 1-ից 15-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, օդի ջերմաստիճանը մարտի 11-ից 15 աստիճանաբար բարձրանալու է ևս 5-ից 8 աստիճանով, Երևանում մարտի 11-ից 15-ը կրկին առանց տեղումների եղանակ է սպասվում։ Դե ինչ հարգելի բարեկամներ, շնորհակալ եմ ուշադրության համար, այսօրվա համար այսքանը, առավել թարմ լրահոսով կհանդիպենք հաջորդ թողարկմանը, լավ եղեք։